Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Մեդինֆորմ հաղորդաշար այսօր անդրադառնալու է գեղեցկության շատ ճանաչված, շատ նորաձև դարձած եւ շատ անհրաժեշտ, ես կասեի, պրոցեդուրայի մասին, որը մեզ ոչ միայն գեղեցկություն է պարգևում, այլև առողջություն, երիտասարդացում, քանի որ բնական մաշկի խթանիչների շնորհիվ մաշկը կարողանում է վերականգնվել եւ տարիքի հետ իր կորցրած կոլագենը վերականգնել։ Խոսքս հենց կոլագենոթերապիայի մասին է։ Տարբեր կենդանիներից ստացված այս նյութը շատ նման է մարդու մարմնում արտադրվող կոլագենին եւ իսկապես կարողանում է այնպես խթանել, որ մարդու օրգանիզմը տարիքի հետ զուգընթաց կորցնելով կոլագենի արտադրության մակարդակը սկսի վերստին այն ավելի շատ արտադրել։ Եվ այսպես, ինչ նոր ներարկումի տեսակ է կոլագենոթերապիան եւ ինչ էֆեկտիվություն է այն ապահովում, ես կզրուցեմ բժիշկ կոսմետոլոգ Վիկա Սամվելյանի հետ։ Բարև Վիկա։ Բարև ձեզ։ Հաճելի է ձեզ տեսնել Մեդինֆորմի շրջանակում եւս մեկ անգամ, քանի որ ամեն անգամ դուք շատ հետաքրքիր ինֆորմատիվ մեր հեռուստադիտողին պրոցեդուրաների մասին ինֆորմացիա եք հաղորդում եւ առաջարկում։ Հիմա խոսքս կոլագենոթերապիայի մասին է, որը շատ նորաձև է դարձել եւ ասես ավելի երիտասարդ տարիքում էլ կարելի է գործածել։ Խնդրեմ ներկայացեք, թե այն ինչպես է կատարվում, որ տարիքից սկսած։ Շատ բարի, շնորհակալություն։ Ինչպես գիտենք, կոլագենը համարվում է մեր ամբողջ օրգանիզմի հիմնաքարը, իսկ կոլագենի դեֆիցիտը սկսում է 25 տարեկանից սկսած, տարեկան մեկ անգամ 1%-ով պակասում է կոլագենային սինթեզը։ Այդ իսկ պատճառով նկատելի են դառնում մանր եւ միջին կնճիռները, թուլությունը, մաշկի կառուգադրվի արդեն ոչ էլաստիկ լինելը։ Այդ իսկ պատճառով այսօր նորարարական բժշկությունում եւ կոսմետոլոգիայում առհասարակ առաջարկում են կոլագենային խթանիչներ, որոնք ներարկվում է բուն մաշկի մեջ, որը կարողանա ապահովել մաշկի կոլագենային սինթեզը, որի հիմքում արդեն ուղղվում են մանր եւ միջին կնճիռները, հարթվում են ամբողջ դեմքի օվալները, ծավալային հաղորդումներ ենք տալիս, եթե կան անհրաժեշտություն դրան, սակայն այս պրոցեդուրան պիտի սկսել ավելի վաղ տարիքից, չթողնել, որ կոլագենի դեֆիցիտը ավելի շատ լինեն, տեսանելի լինեն ավելի շատ թերություններ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ավելի վաղ տարիքից սկսել կոլագեն խթանիչ պրոցեդուրաները, որոնք կանխում են արդեն կոլագենի դեֆիցիտը օրգանիզմում։ Վիկա, հնարավոր է կոլագենային ներարկումների միջոցով ֆիլերին փոխարինող գործողություններ կատարել, ենթադրենք կնճիռային բծերը, գծերը լցնել դրանցով։ Այո, իհարկե, արդեն նշեցինք, որ կոլագենի դեֆիցիտից են առաջանում մանր եւ միջին կնճիռները։ Այդ իսկ պատճառով, եթե մենք ավելի վաղ տարիքից սկսենք կոլագենախթանիչ նյութեր եւ օգտագործել եւ խթանել կոլագենի արտադրումը, արդեն կխուսափենք խորը կնճիռների առաջացումից եւ ֆիլերների եւ հիալուրոնաթթվի ներարկումներից, որոնք արդեն ավելի ծավալ են հաղորդում մաշկին։ Եթե կինը կատարում է մի քանի պրոցեդուրա, այս ցուցակը կազմում է իր բժիշկ կոսմետոլոգի հետ, կոլագենոթերապիան այստեղ որտեղն է զբաղեցնում, նախ պետք է կատարել սա, հետո ենթադրենք բոտոքս եւ այլ ներարկումներ, թե այս պրոցեդուրան կարելի է կատարել ցանկացած պահի։ Ոչ, իհարկե, այս պրոցեդուրան կարելի է կատարել բոլոր պրոցեդուրաներից ամենաառաջնային նախնական փուլում կատարել, այնուհետև նոր կատարել որոշակի բոտուլինոթերապիաներ կամ թելային ձգումներ։ Այո, իսկ տարվա ընթացքում քանի անգամ կարելի այն կատարել, եթե ենթադրենք մաշկը խամրած է եւ այլն, բայց մարդը կատարել է դա 1-2 ամիս առաջ, կարելի է արդյոք այն կրկնել եւս մեկ անգամ։ Տարեկան կոլագենային նյութերը կատարվում են 3 անգամ, խորհուրդ է տրվում ամիսը մեկ անգամ կատարվել այս պրոցեդուրաները, որպեսզի կարողանանք ամբողջ տարվա համար պահպանել մեր մաշկի էլաստիկությունը։ Վիկա, ինչպես գիտեն, կոլագենը ոչ միայն մաշկն է գեղեցիկ առանցքական պահում, այլ նաև մեր կապանները, ջլերը, այս ամենը իհարկե կոլագենի պակասից կարող են ճտճտալ, տուժել, դեֆորմացվել։ Ներարկելով դեմքի մեջ եւ նաև ընդունելով կոլագենային հաբեր, արդյոք մենք կարող ենք ապահովել օրգանիզմի անհրաժեշտ քանակը, ոչ միայն մաշկը, հնարավոր է։ Այո, իհարկե, կոլագենախթանիչ նյութերը ոչ թե ազդում են միայն մեր մաշկի էլաստիկության վրա, այլ ազդում են հոդերի, աճառների եւ մի շարք այլ, քանի որ արդեն նշեցինք, որ ինքը սպիտակուցային կրող է մեր օրգանիզմում եւ հենց սպիտակուցի դեֆիցիտի հետևանքով են այս ամենը առաջանում։ Այդ իսկ պատճառով օգտագործելով, խմելով եւ ներարկվելով կոլագենային պրեպարատներ, մենք կարողանում ենք ապահովել մեր ամբողջ մարմնի առողջական վիճակը։ Կա տեսակետ, որ կոլագենը կարող է գիրացնել
ավելացնել։ Խոսքս հենց փոշի տեսքով խմելու մասին է։ Արդյոք կարող ենք նույնը ասել ներարկումների մասին կամ առհասարակ դուք ինչ կարծիք ունեք, կոլագենը կարող է փոքր-ինչ ծավալ հաղորդել, քաշ ավելացնել մարդու մոտ։ Ոչ իհարկե, քանի որ կոլագենի փոշի խմելու կոլագենների մեջ պարունակում են C վիտամիններ, իսկ C վիտամինները դրանք արդեն ախորժակի լավացման են հանգեցնում, այդ իսկ պատճառով կարելի է մի փոքր գիրանալ, բայց C վիտամինի պատճառով։ Ոչ կոլագենի։ Ոչ կոլագենի։ Իսկ ինչ վերաբերվում է ներարկման կոլագենների մասին, այս կոլագենները իհարկե ծավալ չեն հաղորդում, քանի որ իրենց մեջ չկան հիալուրոնաթթվի բաղադրիչներ, ավելի շատ իրենք նուկլեոտիդներ են, կալցինատներ են եւ տարբեր պրեպարատներ են իրենք պարունակում, այդ իսկ պատճառով ծավալ իրենք չեն հաղորդում։ Իսկ ծավալ միայն կարող են հաղորդել այն պրեպարատները, որոնք հիալուրոնաթթվով են հագեցված եւ արդեն կրում են իրենց վրա հեղուկներ։ Եվ անverջ այդ ջուրը ասես հավաքում են։ Եվ իհարկե շատերը ամեն նորամուծություն դուրս գալիս փորձում են իրենք էլ հետ չմնալ այդ նորաձև կամ գեղեցկացնող տենդենսներից։ Ուզում եմ հարցնել, թե ովքեր չեն կարող կատարել այս պրոցեդուրան, ովքեր ցանկությունն են, սակայն նրանց ցուցված չէ, որ դեպքերում է դա։ Հիմնականում դերմատիտների ժամանակ չի կարելի կատարել, երբ որ տվյալ պահին առկա են որոշակի մաշկային հիվանդություններ, այդ պահին խորհուրդ չի տրվում իրականացնել, սակայն բոլոր դեպքերում խորհուրդ եմ տալիս կատարել կոլագենային սինթեզի խթանիչներ եւ իհարկե լինել ավելի երիտասարդ։ Այո, եւ տարվա մեջ քանի պրոցեդուրա եք ցուցում ու տարվա որ եղանակին, սա էլ ասենք եւ ամփոփենք մեր զրույցը։ Տարվա բոլոր եղանակներին ցուցված է կատարել կոլագենային խթանիչները, քանի որ ամռանը մեր մաշկը չորանում է եւ ջրազրկվում է, շատ լավ ժամանակահատված է թե ծովափնյա հանգստից առաջ, թե հանգստից հետո այս ամենը իրականացնել։ Տարվա մեջ կարելի է այն կատարել 3 անգամ, ամիսը 1 տարբերակով եւ նոր կատարել մնացած մյուս պրոցեդուրաները։ Շնորհակալ եմ, հետաքրքիր էր այս ինֆորմացիան եւ կարծում եմ շատերը այս նորամուծության մասին ստացան բավարար պատասխաններ, ինչը ինչպես է եւ հետո որոշում կայացնել կատարել այն թե ոչ։ Շնորհակալ եմ Վիկա։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, եւս մեկ անգամ նշեցնեմ կոլագենոթերապիայի մասին եւ այս նորաձև դարձած երիտասարդացնող պրոցեդուրայի մասին, որը նաեւ օրգանիզմում խթանում է ջլերի կապանների շարժունակությունը, քանի որ հենց կոլագենի պակասից են դրանք իսկապես սկսում դեֆորմացվել եւ տուժել։ Ես զրուցեցի բժիշկ կոսմետոլոգ Վիկա Սամվելյանի հետ։ Հարցերի դեպքում կարող եք դիմել բժշկուհուն եւ իհարկե մնալ հավերժ երիտասարդ եւ գեղեցիկ։ Կհանդիպենք։